Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը վերածվել էր յուրահատուկ կենդանի գրադարանի։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը օգոստոսի 14-ին միացել էր տարբեր միջավայրեր միասնական ձգտումներ խորագրով նախաձեռնությանը իր փորձառությամբ կիսվելու Վաղաշապատ համայնքի երիտասարդների հետ։ Միջոցառմանը մասնակցում էին Վաղաշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, երիտասարդության ոլորտի փորձագետ Արթուր Նաջարյանը, Վաղաշապատի հանրակրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շրջել է մեծանուն բանաստեղծի տուն-թանգարանում, ծանոթացել նրա գրական ժառանգությանն ու ստեղծագործական ուղուն։ Երիտասարդների հետ զրույցում նախարարը ներկայացրել է իր մասնագիտական ճանապարհը, պետական համակարգում ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձառությունը, հանդիպած մարտահրավերներն ու ձեռքբերումները։ Նա անդրադարձել է նաև ներքին գործերի նախարարության ձևավորման, կայացման ու ոլորտային բարեփոխումների գործընթացում իր մասնակցությանը։ Երիտասարդներին հետաքրքրել է, թե ինչպիսի մարտահրավերների է բախվել նախարարը որպես ուժային կառույց ղեկավարող կին։ Արփինե Սարգսյանը նշել է, որ ուժային կառույցում կին ղեկավարի ներկայությունը հասարակության մի մասի համար դեռևս ոչ բնական են եւ կարծրատիպերը լիովին հաղթահարված չեն։ Նրա խոսքով յուրաքանչյուր մարդ իր աշխատանքով պետք է ցույց տա, որ արժանի է զբաղեցրած դիրքին։ Ոլորտում մարդու տեղն ու դերը որոշվում են ոչ թե սեռով կամ տարիքով, այլ իրավիճակը կառավարելու կարողությամբ, գիտելիքների ու հմտությունների պաշարով եւ ամենակարևորը աշխատանքի արդյունքով։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաեւ տարբեր սերունդների համագործակցության կարեւորությանը, ընդգծելով երիտասարդների նոր մտածողությունն ու փորձառու մասնագետների կուտակած գիտելիքը համադրելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով փորձի եւ նորարար մտածողության արդյունավետ համադրումը կարող է յուրաքանչյուր ոլորտում ավելի լավ արդյունք ապահովել։ Շատ ուրախ եմ, շատ ոգեշնչված եմ, շատ հաճելի էր շփվելը, ես ստացա իմ բոլոր հարցերի պատասխանները։ Երիտասարդները հետաքրքրվել են, թե արագ փոփոխվող աշխարհում ինչպես ընտրել այնպիսի մասնագիտություն, որը ոչ միայն արդիական եւ պահանջված կլինի, այլև հնարավորություն կտա իրացնել սեփական կարողությունները։ Արփինե Սարգսյանը նշել է, որ արդիականությունը չպետք է գնահատել միայն տվյալ պահին դրա նկատմամբ պահանջարկով կամ վարձատրությամբ։ Նրա խոսքով պահանջարկի ծավալներն ու ինքնայրացման հնարավորությունները կարող են տարբեր լինել, սակայն յուրաքանչյուր մասնագիտություն կարող է արդիական լինել, եթե մարդն այն ընտրել է սիրով եւ պատրաստ է դրա հիման վրա հետեւողականորեն կառուցել իր ապագան, ապահովել իր բարեկեցությունը։ Հանդիպման ընթացքում կարևորվել է նաեւ համայնքային կյանքում երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ երիտասարդները համայնքի կարևոր ուժն են եւ կարող են կապող օղակ դառնալ բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ ոստիկանության միջև, նպաստելով խնդիրների ժամանակին բարձրաձայնմանն ու արդյունավետ լուծումներին։ Այդ համատեքստում նախարարը ներկայացրել է նաև ներքին գործերի նախարարինքից երիտասարդական խորհրդի փորձը, որպես երիտասարդների ներգրավվածության եւ պետական կառույցների հետ երկխոսության օրինակ։ Խոսելով հանցավորության դեմ պայքարի քրեական ենթամշակույթի արմատների մասին, նախարարը նշել է, որ մի կողմից յուրաքանչյուր անձ իր մոտեցումներով պետք է ձևավորի զրո հանդուրժողականություն հանցավոր բարքերի դեմ, մշակութային վերադիրքավորում ապահովի, մյուս կողմից պետությունը պետք է հետևողականորեն զարգացնի իր կարողությունները, իր գործողություններում լինի հատու եւ միանշանակ։ Մեծ պատիվ էր հանդիպել ներքին գործերի նախարար Տիկին Սարգսյանի հետ եւ բացեբաց հղել մեր բոլոր հարցերը, որոնք մենք ունենք, թե երիտասարդության, թե համայնքների, թե բոլոր նախարարության ենթակառուցվածքների վերաբերյալ։ Նրա հետ քննարկում էինք անվտանգության մասին հարցերը, հասկացանք, թե ինչպես կարող են երիտասարդները ավելի ազդեցիկ լինել այդ ոլորտում եւ ինչ կարող ենք մենք անել։ Հանդիպումները շատ հետաքրքիր էին, շատ տպավորված է մեր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով, որ ինձ գոհացրեց ինքը որպես մարդ, որպես պրոֆեսիոնալ, որպես երիտասարդ կին, ինձ գոհացրեց իր պատասխանները։ Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիության ինստիտուտի վերահաշեվորմանը, Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ պետության հետ կայուն իրավական կապը դրսևորվում է քաղաքացիությամբ, բայց պետության հետ կա նաև արժեքային ու հուզական կապ, որն արտահայտվում է պետության նկատմամբ վերաբերմունքով եւ հայրենասիրությամբ։ Հայրենասիրությունը ոչ միայն պատմության արժևորումն ու դրա հանդեպ էմոցիան է, այլ նաև պատասխանատվություն է պետության ներկայի եւ պարտավորություն ապագայի նկատմամբ, նշել է նախարարը։ Նրա խոսքով պետության եւ քաղաքացու կապը փոխադարձ պատասխանատվություն է ենթադրում։ Չի կարող միայն մեկը տալ, մյուսը միայն վերցնել։ Ես պիտի սիրեմ իմ պետությունը, պետությունը պիտի սիրի ինձ։ Երիտասարդների հետ կենդանի գրադարանի ձևաչափով հանդիպումը մասնագիտական փորձի փոխանակման հետ մեկտեղ հնարավորություն է տվել քննարկելու պետություն համայնք քաղաքացի փոխադարձ կապը, երիտասարդների դերը հանրային կյանքում եւ ապագայի նկատմամբ պատասխանատվության կարեւորությունը։